Պարոն Թևոսյան, մի քիչ խոսենք փոսալցումից, խոսենք անփամփության նաև առաջացած հարցերից եւ խնդիրներից։ Խնդրեմ, պարոն Թևոսյան։ Պարոն քաղաքապետ, մինչ այս պահը կտրվել է մոտ 15000 քառակուսի մետր ասֆալտ բետոնյա ծածկույթ եւ տեղադրվել է մոտավորապես 13000 քառակուսի մետր ասֆալտ բետոնյա ծածկույթ եւ տեղային լուծումներ են տրվել մոտ 320 ժամանակավոր տեղային լուծում են տրվել մոտ 320 փոսի, որը գույքագրված է եւ այնուհետեւ անդրադառնալու ենք այդ փոսերին։ Շատ լավ, ընդհանուր առմամբ ձեր աշխատանքի տեմպը իրապես լավն է, այսինքն փետրվար ամսվա կեսերին մենք մեծ ծավալի աշխատանք ենք տեսնում, նաև խնդիրներն են իհարկե մեծ ծավալի, որոշակի նույնիսկ ավելի հրատապ լուծումներ են պահանջում, բայց այնուամենայնիվ մենք որոշակի խնդիրներ արձանագրել ենք վարչական շրջաններում։ Ինչ որ տեղեր ունեցել ենք լավ արդյունքներ, ինչ որ տեղեր այնուամենայնիվ հարցեր առաջացել են։ Բիտումի հետ կապված պատմությունը ինչ էր վերջը։ Պարոն քաղաքապետ, մեր մոտ դեպք է տեղի ունեցել Վարդանանց փողոցի վրա եւ այլ փոքր մասշտաբի կրկին դեպքեր ունենք, որոնք ուղղակի չեն Facebook-ում չեն հայտնվել, որոնք մենք գրանցում ենք, այսինքն մեր պատասխանատու ինժեներները, որոնք այդտեղ են եւ գրանցվել են, որոնք միանշանակ են արվելու։ Ձեր պատասխանատու ինժեներները հասկացանք, բայց նորքի պատասխանատու ինժեներները ուր էին, որ առանց բիտում ասֆալտ էին լցնում, պարոն Սևոյան։ Պարոն քաղաքապետ, իրանք տեղում են, ուղղակի երկու տեղով են անցկացրել այդ օրը, Թոթովենցի եւ Հովհաննիսյան փողոցի վրա։ Այդ բանը լցրել են ընդհանուր կամազից դատարկել են, որ ասենք տեղափոխեն։ Նկարահանումը հենց այդ պահին է տեղի ունեցել։ Այդ տվյալ տեղը բիտումով ասֆալտ է արված եւ վերված է պատշաճ կարգի։ Այդտեղ բիտումով ասֆալտ է արված։ Այդ նույն տեղում բիտումով ասֆալտ արված նկարները կան։ Բայց ինչի չէին արել բիտում մինչև ասֆալտը լցնել։ Այդ հատվածում իրանք Թոթովենցի ընդհանուր ծավալը մեծ էին վերցրել շինարարները։ Վերևից ասենք թափելով գալիս էին դրա համար։ Չեմ հասել են այդ հատվածը նկարանը տեղի ունեցել։ Ինձ թվում է նկարանումը տեղի չի ունեցել, տեղի է ունեցել անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք եւ Բալահովիտ 1 ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի,